Պարոն Իգիթյան, հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են։ Երևի չեմ հիշում այսպիսի մի դեպք, երբ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչում են սթափեցնող, զգուշացնող հայտարարություններ։ Ըստ ձեզ, եթե նման դինամիկան շարունակվի, եթե այսպես ասած փոխադարձ այս զգուշացումները շարունակվեն, ինչի ականատես կլինենք եւ դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։ Համաձայն եմ, շատ բարդ եւ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ռուսաստանը արդեն սկսել է ցույց տալ, ինչով կարող է այս ամենը ավարտվել, այսինքն ամբողջ այդ process-ը, որ հայկական ապրանքները կանգնեցնում են մուտքը Ռուսաստան կամ ինչ որ ուրիշ խնդիրներ են ստեղծվում, այդ ամենը ուղղակի ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը վերջականապես գնա այն ճանապարհով, որ Փաշինյանն է տանում, եւ ի վերջո դուրս գա կամ իրեն դուրս հանեն ԵԱՏՄ-ից։ Սա ուղղակի ասենք շատ փոքր ցուցադրական մասն է դրա։ Խնդիրը իրականում ինչի մեջ է կայանում, որ Փաշինյանը օգտվում է ԵԱՏՄ-ի մեջ գտնվելուց եւ այն բոլոր եկամուտները, որ Հայաստանը ստանում է, վերագրում է իրեն։ Իրականում 10 տարվա ընթացքում, երբ որ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ-ի մաս, Հայաստանի հենյան աճել է ավելին քան 2 անգամ, 2.5 անգամ, եւ բոլոր այդ մեխանիզմները հիմա գործում են։ Եթե Փաշինյանը շարունակի իր քաղաքականությունը, ապա այդ ամենը կարող է դադարեցվել եւ Հայաստանի տնտեսությունը ուղղակի կփլուզվի։ Ռուսաստանում փորձում են այս իրավիճակը ցույց տալ։ Պարոն Իգիթյան, բացի տնտեսական, այսպես ասած, այս կոլապսից, կոլապսային վիճակից, ինչ ուրիշ դժվարությունների առջև կարող է կանգնել Հայաստանը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Ընդհանրապես տնտեսությունը եւ քաղաքականությունը միշտ իրար կողք են գնում, իրար հետ են զուգահեռ են գնում եւ շատ միամիտ կլիներ փորձել այսպես քաղաքական իսկ ինչ որտեղ նաև ռազմաքաղաքական ուղղությունը վերցնել դեպի արևմուտք, իսկ տնտեսական բարգավաճումը կապել Ռուսաստանի հետ, որը այդ նույն արևմուտքի հետ շատ լուրջ հակամարտության մեջ է գտնվում։ Այսինքն, եթե Հայաստանը գնում է դեպի արևմուտք, նա գնում է եւ քաղաքական, եւ տնտեսական առումով, եւ այստեղ Հայաստանը բնականաբար ունենալու է եւ քաղաքական, եւ տնտեսական շատ լուրջ վտանգներ։ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներկայացնել իրավիճակը այսպես, որ գնալով արևմուտք եւ արևմուտքի ընդհանուր այսպես ֆրեյմի տակ մենք ունենալու ենք բաց ճանապարհներ արդեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ դրանով մեր տնտեսությունը կբալանսավորենք եւ եթե նաեւ Ռուսաստանի շուկան խոչընդոտներ լինի Հայաստանի համար Ռուսաստանի շուկայում կամ ընդհանրապես փակվի այդ շուկան, ապա Թուրքիայի եւ Ադրբեջանի ճանապարհներով մենք կկապնվենք ուրիշ երկրների հետ եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Խնդիրը հետեւյալն է. Ռուսաստանի հետ շուկան ինքը բնական եկած տնտեսական հարաբերություններ են, իրենք բնական են ստեղծված եւ նա տասնամյակներ շարունակ աշխատող մի համակարգ է։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանների բացման եւ այլ, ապա սա արհեստորեն քաղաքական ժամանակավոր ինչ որ ստեղծած մի բան է, որ հիմա սահմանները կարծես թե ուզում են բացեն, որ արդեն ինչ որ իրենց տարածքով տրանզիտ են թողնում Հայաստանի համար իրականացնել, բայց մենք շատ լավ պետք է հասկանանք, որ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ճնշման միջոց է, հենց որ իրենց որևէ մի պահանջը չկատարվի, իրենք ուղղակի փակելու են սահմանները։ Եվ ստեղ է ամենամեծ խնդիրը։ Հայաստանը կարող է զրկվել այդ ամբողջ առավելություններից, որ ունի որպես ԵԱՏՄ անդամ եւ այդ ամբողջ եկամուտներից, որ ունի Ռուսաստանի հետ համագործակցելու ընթացքում եւ ի հակառակ դրան ստանա ճակերտավոր բաց սահմաններ, որը շատ շուտ կփակվի եւ Հայաստանը կմնա բլոկադայի մեջ եւ առանց դաշնակից։ Սա ամենամեծ վտանգն է, որը սպառնում է Հայաստանին, եթե այս քաղաքականությունը շարունակվի։
Փաշինյանին դիմախոսները այս սահմանների բացումը դիտարկում են որպես նվեր, այսպես ասած, ընտրապայքարին Փաշինյանին ու նաև Թուրքիայից են, հա, հնչում հայտարարություններ, մասնավորապես թուրքամետ մամուլին տված հարցազրույցում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասել էր, որ երբեք Թուրքիան եւ Ադրբեջանը չէին անգամ երազում չէին պատկերացնի, որ կլինի Հայաստանին մի ղեկավար, ով այսպես ասած կփոխի սահմանադրությունը, կհատկադրվի եկեղեցուն եւ Սփյուռքին։ Այն ինչ ենք հասկանում, հա, արդյոք այս սահմանների բացումը իրոք նվեր է Փաշինյանի քաղաքականությանը եւ ընտրություններին արդյոք սա խոչընդոտել չէ եւ եթե խոչընդոտել է, ինչպես ենք սրա ելքը ինչպես է լինելու, հա, ընդամենը երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, երբ որ ընտրողը պետք է որոշի թե ում է հանձնում երկրի ղեկը, այս պայմաններում, հա, Ռուսաստանի հետ հարաբերություններին Փաշինյանի կառավարությունը, այսպես ասած, հակադրում է բաց սահմանների քաղաքականությունը, ինչի արժև կկանգնենք, հա, խզում ենք կապերը Ռուսաստանի հետ, ունենում ենք բաց սահմաններ, բայց եւ վտանգ կա։ Այ խոսենք այդ վտանգի մասին, հա։ Միանշանակ սա քարոզչական եւ քաղաքական նպատակներ ունի, այս սահմանի ճակերտավոր բացումը կամ այս տրանզիտը, որը ինչ որ չափով գոյություն ունի Ադրբեջանի ճանապարհներով, որովհետև իրականում Ադրբեջանում երբևիցե չէին պատկերացնում եւ Թուրքիայում, որ Հայաստանում կարող է լինի նման ղեկավար, իրականում չէին պատկերացնում։ Եվ ամեն ինչ անելու են, որ այս ղեկավարը մնա, որովհետև նա իրականացնում է իրենց երազանքները։ Այսինքն այդ նույն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որը հիմա Իլհամ Ալիևը առաջ է տանում, դա կարող է իրականանալ միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր նմանի օրոք, ուրիշ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով իրենք ամեն ինչ անում են, որ Փաշինյանը մնա իշխանության եւ նաեւ Փաշինյանն է օգտագործում Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆակտորը, տեսեք, յուրաքանչյուր ժամանակ նա ասում է, ես չլինեմ, կլինի պատերազմ։ Սա նշանակում է, որ բառացի նշանակում է, որ միայն Փաշինյանն է ընդունելի Ադրբեջանի համար։ Յուրաքանչյուր ուրիշ Հայաստանի քաղաքական գործիչ եթե լինի Հայաստանի ղեկին, ապա Ադրբեջանի հետ պատերազմ լինի։ Սա, այսինքն սա ինքնահռչակում է սրանով Փաշինյանը, որ ինքը դրածո կառավարություն է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերվում է վտանգներին, արդեն խոսեցինք այս մասին, խնդիրը հետևելն է, որ սահմանների բացումը եւ փակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքն է։ Իրենք յուրաքանչյուր պատճառ կարող են բռնել եւ յուրաքանչյուր ժամանակ փակել ճանապարհը, ոնց որ դա եղավ Լաչինի Միջանցկի հետ, եթե հիշում եք, հա, ոնց որ դա եղավ 93 թվականին եւ իսկ իրականում 91 թվականին, եւ որ Թուրքիան փակում էր Հայաստանի հետ ճանապարհները 93-ին ուղղակի մի պահ բացեցին, հետո նորից փակեցին։ Ոնց որ հիմա էլի մի պահ բացում են, հետո նորից կփակեն։ Եվ հենց այդ պատճառով իրենք ուզում են ունենալ այս Զանգեզուրի Միջանցքը, որը գրանցված է լինելու, որ սա առանձին աշխատող նախագիծ է, առանձին աշխատող պրոյեկտ է եւ իր աշխատանքը որևէ կապ չունի մնացած սահմանների բաց կամ փակ լինելու հետ։ Այսինքն սա պետք է աշխատի, անխոչնդոտ կապ Ադրբեջան-Թուրքիա սրանով իրենք ուզում են ապահովեն, իսկ Հայաստանի սահմանը երբ ուզեն կբացեն, երբ ուզեն կփակեն, սա իրենց համար արդեն ճնշման եւ մանիպուլյացիայի մեթոդ է ուղղակի։ Եվ տեսեք, պարոն Իգիթյան, ըստ էության սպասվում է Ռուբիոյի այցը Հայաստան, Ռուբիոն կլինի Հայաստանում, կհանդիպի Միրզոյանի հետ։ Ըստ ձեզ սա ինչ է, արդյոք ընտրություններից 2 շաբաթ առաջ կստորագրվի կամ ինչ որ փաստաթղթի տակ կստորագրեն արտգործնախարարն ու Ռուբիոն եւ դա կնպաստի Փաշինյանի ռեյտինգի բարձրացմանը։ Նույն ինքը ասած թրիփի կյանքի կոչմանը եւ դա այդպես կփաթեթավորվի ու կներկայացվի հայ հանրությանը։ Այո, հենց այդպես էլ պլանավորված է, այսինքն մենք տեսնում ենք, որ Արևմուտքը շատ լուրջ է մոտենում այն հարցին, որ Հայաստանից դուրս մղեն Ռուսաստանի եւ թույլ չտան, որ Իրանը մտնի Հայաստան իր քաղաքական եւ ռազմական ներկայացնով եւ ինչ են անում այս ամենի համար, այսինքն այս պլանավորված միջոցառումների եւ այցերի շարքը, այսինքն մենք գիտենք արդեն կայացել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան, Եվրոմիություն, Մակրոնի պետական այցը եւ այլ, այսինքն այս ամենը եւ հետո արդեն Ռուբիոյի այցը, այս ամենը կոչված է ուղղակի քարոզելու Փաշինյանի կառավարությունը, որովհետեւ եթե նորից հետ գանք, ապա մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը ինքը իրականացնում է
դրսի պատվերը, դրսի շահերը, եթե մենք նայում ենք, թե ինչքանով է անպատասխանում Փաշինյանի կառավարության գործունեությունը, օրինակ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի կամ Թուրքիայի շահերի հետ, ապա մենք կտեսնենք, որ գրեթե լիովին համընկնում է։ Իսկ ինչքանով է համընկնում Հայաստանի շահերի հետ, ապա այստեղ հասկանալի է, որ գրեթե լիովին չի համընկնում, որովհետև նա բերեց մի քանի պատերազմ, ջախջախեց մեր բանակը, ունեցանք բազմաթիվ զոհեր, ունեցանք փախստականներ, եւ հիմա արդեն Հայաստանը, իրենք ասում են, պայքարում են անկախության եւ ինքնիշխանության համար, խոսքը իհարկե Ռուսաստանի հարաբերությունների մասն է, բայց այդ ճակերտավոր պայքարի ընթացքում Հայաստանը դարձել է արդեն Ադրբեջանից շատ լուրջ կախվածություն ունեցող երկիր, որը նախկինում հնարավոր չէր պատկերացնել։